գելապ եւ նմանատիպ կենթանիները չեմ ճանաչում, ճիշտն ասած Քոչարյանի ռեյտինգի բարձրանալն էլ մենք տեսել ենք 21 թվականի ընտրություններին արդեն էլի այտենց գելապը ներկայացնում էր, որ Քոչարյանը արդեն հաղթել է, բայց եղավ այնինչ եղավ, ավելի վատ է լինելու իրանց համար 26 թվականի ընտրություններին, եթե ինչ-որ մեկի ռեյտինգն էլ աճում է, դա մեր ռեյտինգն է, որովհետև մենք առնվազն ազնիվ ենք մեր ժողովրդի հետ, նույնիսկ եթե սխալներ ունենք, ընդունում ենք մեր սխալները եւ բացատրում ենք ինչու է դա տեղի ունեցել, միտված ենք ընդհանրապես մի բանի, որ ուժեղացնենք մեր երկիրը, սուվերենությունը, անկախությունը, պետականությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով, ի հակառակ նույն Քոչարյանի, որ ասում է դե ինչ կլինի, որ օրինակ, չգիտեմ, միութենական պետության մաս դառնանք, այսինքն մենք դա անկախացել ենք, որպեսզի չդառնանք սովետական միության նման մի պետության մաս, բայց ինքը դեմ չի։ Երևի Պուտինի պես 20-րդ դարի ամենամեծ դժբախտություն համարում է սովետական միության փլուզումը կամ նույն իր հարստության եւ ամեն ինչի մասով այդ որ 10 տարի նախագահ էր այդ ինչա այդ ապօրինի գույքի բռնագանձման այդ ցանկը տենց անթիվան համար լավ հա զարգացնել երկիրը ոչ թե սեփական գրպանդ եւ կղզիներ առնել միջերկրական կամ Էգեյան ծովում այսինքն Էդ էլ է տեղեկատվական տերորի մի մաս, որ ժողովրդին ցույց տան, որ տեսեք բան, իշխանությանը մի աջակցեք, որտեղ միևնույնն է Ռոբերտ Քոչարյանն է ընտրվելու, ես էլ պնդում եմ լրիվ հակառակը